Սիրելի նորատուսիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջույն։ Ժորժ ջան, 2018 թվի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության ժամանակ մենք խոստացել էինք, որ Հայաստանից թալանվածը հետ ենք բերելու, եւ մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ, մայիսի 9-ից սկսած ասել են, բաուրա, ասում եք թալանածը հետ եք բերելու, բան չի հետ չեք բերում, բաուրա, տեղում է։ Եվ ես չգիտեմ նորատուսիները արձանագրել են թե ոչ, օրինակ ստեղից չի երևում, բայց նորատուսի միջազգային ռադիոցանցերը, որ պատկանում էր ապօրինի կերպով սեփականաշնորհվել էր Սերժ Սարգսյանի Փեսա Միշիկի կողմից, մենք հիմա այլևս Միշիկի սեփականությունը չի, հիմա այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Նույն տրամաբանության մեջ, որ այդ նույն Միշիկին էր պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի որոշակի փայը ուրիշի, այդ ամեն ինչը ինչպես ես 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացա, նախ Հայաստանի Հանրապետությունը վերականգնեց մոտ հիմա 21%-ից ավել փայաբաժին ունենք եւ 2018-ից 2026 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե 300 միլիարդ դրամով ավելի գումար վճարել, քան նախորդող 8 տարիների ընթացքում։ Մենք այս ընթացքում 770 միլիոն դոլարի ապօրինի գույք եւ դրամական միջոցներ վերադարձրել ենք պետական բյուջե։ Եվ այս գործընթացը շարունակվում է ու շարունակվելու է, մինչև ինչպես ասել են, որ կոպեկ առ կոպեկ, հատիկ ամեն ինչ հետ ենք բերելու։ Մենք այսօր արդեն ապօրինի գույքի բռնագանձման համակարգով, մասնավորապես Կոտայքի նախկին մարզպետին կամ Ծառուկյան Գուլոյան ընտանիքին պատկանող 2.5 միլիոն դոլարանոց առանձնատուն դղյակը վերադարձրել ենք պետական սեփականություն եւ առաջիկայում այնտեղ ծերերի խնամքի կենտրոն ենք ստեղծելու։ Բայց դե ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ երբ որ այդ իրանց տունն ա եղել նախկինում ապօրինի արձանագրված, ուրեմն պետության սեփականությունն է արձանագրվում այդ գույքի նկատմամբ եւ նրանք, ասենք իրանց նախկին այժմ մեր տան պատերից քարերը պոկում են եւ տանում։ Եվ դրա համար էլ հիմա նոր քրեական գործ է հարուցվել, որովհետև այդ արդեն իրանց քարերը չէ, այդ արդեն մեր քարերն է։ Մի հատ էլ այդ գողության համար ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Մենք ֆինանսների նախկին նախարարի Միացյալ Նահանգներում ապօրինի ձեռք բերված գույքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել ենք տվել, եւ այդ գույքի գնի 70%-ը հիմա պրոցեսա տեղի ունենում, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Ինչու 70%-ը Միացյալ Նահանգների օրենսդրությունների նրբություններից ելնելով։ Մենք Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը կոպեկներով սեփականաշնորհվել էր Կալուգացի օլիգարխին, դարձրել ենք պետական սեփականություն եւ նա այլևս լինելու է պետական սեփականություն։ Եվ այդ process-ը եւ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետական կոնտրոլի տակ առնելուց հետո արձանագրել ենք, որ Կալուգացի ճակերտավոր բարերարը մեր մանկապարտեզների վրա հոսանք է ավել գրել եւ գրպանել այդ գումարը։ Մեր դպրոցների վրա ավել հոսանք է գրել եւ գրպանել այդ գումարը։ Մեր զորամասերի վրա ավել հոսանք է գրել եւ գրպանել այդ գումարը։ Մեր համայնքների վրա, այդ փողոցային լուսավորությունների վրա ավել հոսանք է գրել եւ գրպանել այդ գումարը։ Դե բոլորը գնացել է ձեր բոլորի գրպանից, մեր պետական եւ համայնքային բյուջեներից եւ սրա համար պետքա պատասխան տան նրանք։ Այսօր Հայաստանի դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից 200 միլիոն դոլարի ապօրինի գույք է պահանջում եւ մենք այդ գույքը վերադարձնելու ենք։ Եվ շատ ավելի կարևոր է այսօր հասունացել այն պահը, որ ի վերջո Ռոբերտ Քոչարյանը պետքա բանտ նստի մարտի 1-ի գործով։ Եվ սա այլևս հասունացած իրողություն է եւ մենք առաջիկայում այդ խնդիրը պետքա լուծենք։ Հայաստանի դատաիրավական համակարգը այդ խնդիրը պետքա լուծի։ Մեկ գիտեք ինչ, իմ մոտ բան կա, սենց մի հատ վիճակ կա, որտեվ արդեն օրինակ այդ գույքերը այնքան շատ են, որ ես
որ գրավոր չեմ խոսում, մենք մոռանում ենք։ Այսինքն օրինակ AOX-ի շենքը Երևանի կենտրոնում գտնվող, մենք ժողովուրդ տասնյակ հազարավոր հեկտարներով հող ենք վերադարձրել պետության։ Այդ թվում Սևանի ափին Միչայելոց, այդ թվում Վայոց ձորի եւ Արարատի մարզում։ Մենք հազարավոր հեկտարներով զբոսայգիներ ենք վերադարձրել համայնքներին, որ գողացված են եղել կամ սեփականաշնորհված են եղել կամ 50 տարով 100 տարով վարձակալած չնչին կոպեկներով 100 տարով վարձակալած ասենք քառակուսի մետրը 50 դրամով դուք պատկերացնում եք դա ինչ է այդ թվում Սևանի ափին եւ մենք եւ այս process-ը շարունակվելու է բայց նաեւ մենք 2018 թվականից 6.6 միլիարդ դոլար, խնդրում եմ թվին ուշադրություն դարձրեք, 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումարներ ենք ուղղել պետական բյուջե։ Այդ գումարները, որ նախկինում հոսելիս է եղել քրեական օլիգարխիայի գրպանը, այսօր հոսում է ձեր գրպանը։ Դուք կարծեք ո՞նց է մեր գրպանը հոսում։ Շատ պարզ ձևով, օրինակ, այսօր մեր երեխեքը, մինչև 18 տարեկան երեխեքը պետական բյուջեի միջոցներով առողջության ապահովագրության շահառու են։ Մեր բոլոր երեխեքը եւ մեր երիտասարդ մայրիկները եւ հայրիկները կարիք չունեն մտածելու, թե բա որ մեր երեխեքը հանկարծ Աստված չանի, մի առողջական խնդիր ունենան, մենք ինչ ենք անելու։ Ձեր պետությունը, երեխեքի պետությունը, Հայաստանի Հանրապետությունն է անելու եւ իրանց ապահովում է իրանց առողջապահական նվազագույն կարիքներով։ Մենք 65+ տարիքի մեր թոշակառուներն են առողջության ապահովագրության շահառու եւ նույնը վերաբերվում է նրանց այդ նույն երեխաների ծնողները, որոնք սովորաբար ունեն նաեւ մեծ տարիքի 65+ տարիքի ծնողներ, ելի մտահոգվելու կարիք չունեն, որովհետեւ պետությունը կանգնած է այդ մարդկանց կողքին եւ նվազագույն, չեմ ասում առավելագույն, ասում եմ նվազագույն առողջապահական կարիքներ հոգում։ Եվ այսօր հազարավոր մարդիկ վիրահատություններին ենթարկվում, որոնք նախկինում տարիներով հնարավորություն իրանք չեն կարողացել թույլ տալ այդ վիրահատությունների ենթարկվել 5 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 1 միլիոն դրամ, 500,000 դրամ մարդիկ ստանում են առողջապահական ծառայություններ եւ չեն վճարում դրա համար ոչինչ, որովհետեւ իրենց փոխարեն վճարում է իրենց պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում պետությունը վճարում է 50,000 դրամ ամսական մինչև երեխայի 6 տարեկան դառնալը, որովհետեւ այս է թալանված փողերից է, որ մտնում էր քրեաօլիգարխիայի գրպանը, այսօր մտնում է ձեր գրպանը։ Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը, որ երիտասարդ մայրիկներին է տրվում, նախկինում տրվում են միայն աշխատող մայրերին եւ մենք սկզբից նախ այդ նպաստի չափը մեծացրինք, դարձնելով 26-ից կարծեմ 31,000 դրամ։ Եվ հետո այդ նպաստի շահառու դարձրինք բոլորին։ Եվ հետո գյուղական վայրերում աշխատող մայրերի համար այդ նպաստի չափը կրկնապատկեցինք 31,000-ը դարձնելով 62,000 դրամ։ Մենք եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք ճանապարհներ ենք կառուցում այդ գումարներով։ Մենք դպրոցներ ենք կառուցում այդ գումարներով, մենք մանկապարտեզներ ենք կառուցում այդ գումարներով։ Այսօր Հայաստանի Հանրապետության կողմից կառուցվող մանկապարտեզները այնպիսին են, ինչպիսին չեն եղել Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Նախկինում մեր երկրում այդ որակի մանկապարտեզներ, այդ որակի գույքով, այդ որակի խոհանոցային սարքավորումներով երբեք գոյություն չեն ունեցել։ Նախկինում մեր երկրում նորակառույց այն դպրոցները, որ մենք այսօր կառուցում ենք, նախկինում այդ որակի դպրոցներ մեր երկրում երբեք չեն գոյություն ունեցել։ Այդ որակի լաբորատորիաներ մեր դպրոցում երբեք գոյություն չեն ունեցել։ Այդ որակի մարզատը գույք եւ խաղահրապարակներ մեր դպրոցներում երբեք գոյություն չեն ունեցել։ Մենք այդ թալանված միջոցներով է, որ իրականացրել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորում, որտեղ ուսուցիչները իրենց աշխատավարձը ընդհուպ կրկնապատկելու հնարավորություն ունեն։ Եվ եթե այս փուլում ատեստավորման արդյունքներով դրույքաչափը 100,000-ից դարձել է 200,000 դրամ գումարած ատեստավորման տոկոսը, հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչները նորից ատեստավորման հնարավորություն են ունենալու, այս անգամ նրանց դրույքաչափը դառնալու է 200,000-ից 300,000 դրամ, պլյուս ատեստավորման տոկոսը։ Այսօր մեր բանակում
մեր բանակում զորահանդես տեսակ ժողովուրդ, տեսակ։ Հիշում եք ինչ էին ասում։ Հիշում եք, որ ասում էին Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի առաջ պարտավորություն ստանձնել, որ Հայաստանը բանակ չպետք ունենա, որ Հայաստանը զենք պետք չառնի, որ Հայաստանը պաշտպանություն պետք չունենա։ Մենք փակեցինք դրանց բերանները, թե չփակեցինք։ Այսօր մարզամերգային համալիրում Հայաստանի ռազմարդյունաբերության ցուցահանդեսն է տեղի ունենում։ Եվ իրական այն ինչ որ զորահանդեսին տեսել եք, դա Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի 10%-ն է ընդամենը, 10%-ը ընդամենը։ Այսօր Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը զարգացած երկրներ արտահանում է սպառազինություն, տասնյակ միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքում։ Բայց ո՞նց եղավ ժողովուրդ ջան, այդ որտեղից եղավ։ Մենք նախ Հայաստանում գիտության ֆինանսավորումը կրկնապատկեցինք։ Ինչ կրկնապատկ 180%-ով մենք գիտության ֆինանսավորումը 2021-ից 2025 թվականներին ավելացրեցինք։ Գիտության ոլորտում 100-ից 300%-ով աշխատավարձերը բարձրացրեցինք։ 170 միլիարդ դրամ ներդրել ենք ռազմարդյունաբերական համալիրում։ Եվ այսօր դուք ունեք տնտեսության բոլորովին նոր ճյուղ ռազմարդյունաբերական համալիր եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ առիթով։ Այսօր Հայաստանը տեխնոլոգիական անցում է կատարում դեպի նոր որակի տեխնոլոգիական երկիր եւ պետություն։ Երեք Գեղարքունիքի մարզում Գագարինում բացվեց Հայաստանի առաջին արհեստական բանականության գործարանը։ Հունիսին կբացվի երկրորդ ամենամեծ խոշորագույն գործարանը 5 միլիարդ դոլար ներդրման պոտենցիալով Հրազդանում արհեստական բանականության գործարանը։ Դրանից առաջ պետական բյուջեից 10 միլիոն դոլար ենք տվել Երևանի պետական համալսարանում ստեղծել ենք արհեստական բանականության կենտրոն եւ ստեղծել ենք տեղադրել ենք սուպեր համակարգիչ։ Ինչի շնորհիվ է ամեն ինչը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպի հետ ես ստորագրում էի արհեստական բանականության ոլորտում մտադրությունների հուշագիրը, մեր ընդդիմությունն ասում էր, հա դե ինչ է դա թղթի կտորա, ոչ իրավական հետևանք չունի, ոչ մի հետևանք եւ արդյունք չունի։ Մի տարի դեռ չի անցել այդ թղթի ստորագրումից։ Մենք Երևանի պետական համալսարանում ունենք սուպեր համակարգիչ, Գագարինում ունենք արհեստական բանականության գործարան, Հրազդանում հունիսին արդեն առաջին մոդուլն է բացվելու արհեստական բանականության գործարանի։ Դա իհարկե մասնավոր ներդրում է, ինչ կապ ունի տեղ կառավարությունը։ Խնդիրը այն է, որ այդ բոլոր չիպերը, որոնց հիման վրա արտադրվում են, ստեղծում են այդ գործարանները, իրենք արտահանվում են Միացյալ Նահանգների կառավարության թույլտվությամբ։ Այսօր տասնյակ երկրներ երազում են, որ ստանան այդ թույլտվությունը, բայց չեն ստանում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, որպես Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ունեցող երկիր, ունի այդ հնարավորությունը։ Մեր ընդդիմությունը ասում էր, որ բանը Փաշինյանը կամ բանա տալու, միջանցք տալու, միջանցք խոստացել, վայ մեղրիով միջանցք տալու։ Այսօր տրիպ նախագծի մասին լսել եք անշուշտ, եւ այդ թուղթը եւ իրավական շրջանակը հրապարակված է եւ հստակ ամրագրված է, որ ծրագիր իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հստակ արձանագրված է, որ Հայաստանը իր բացառիկ իրավունքը մաքսային եւ սահմանային անցման ընթացակարգերի նկատմամբ պահպանում է, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը տրիպ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ։ Իսկ մեր, չգիտեմ էլ դա մերը չեն է, ախր իրանք, ես էլ ասում եմ մեր, հələ պետք է պարզվի ումն են, լրտեսներ են դրանք, լրտեսներ, և բարից փոխացա քաղաքական գնահատական չի, ԲՀԿ-ի երկրորդ համարը այսօր մեղադրանք առաջադրված հայրենիքի դավաճանության համար, որովհետև օտարերկրյա գործակալ է,
ինքն էլ օտար երկրա գործակալ, իրան այդ ցուցակի մեջ դնողն էլ օտար երկրա գործակալ, որովհետև օտար երկրա հանձնարարությամբ են այդ մարդուն մցրել այդ ցուցակ, եւ ինքը իմացել է թե ինչ է անում, ինքը իմացել է թե ինչ է անում, որովհետև իր հանցագործ տղան հիմա փախած է Հայաստանի արդարադատությունից։ Մի հատ էլ մեզ ասում է, «Էս ինչ քարտեզներ են կպցնում, փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնեն»։ Ում կյանքի գնով ես ուզում ծովից ծով Հայաստանի քարտեզ կպցնես։ Ինքը գիտի, որ ոչ ինքը, ոչ իր ընտանիքի որևէ անդամ, ոչ իր որևէ զավակ Հայաստանի սահմանի պահպանության, պաշտպանության համար մի կրակոց չի արձակել, բայց արձակել է բազմաթիվ կրակոցներ Աբովյանում, Երևանում, Առինջում, եւ նրանց նպատակն է հետ գալ իշխանությամբ եւ վերականգնել Հայաստանի ներսում կրակելու իրանց իրավունքը։ Այդ իրավունքը իրանք այլևս չեն ունենալու, թող չերազեն նրա մասին, իրանք երազելու են ինքն էլ Ռոբերտ Ծառուկյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Կալուգացին էլ երազելու են Հայաստանից փախնելու հնարավորության մասին, բայց չեն ունենալու այդ հնարավորությունը, որովհետև նրանց սպասում է ազատ ժողովրդավարական ինքնիշխան Հայաստանի քրեակատարողական հիմնարկը, իրեքին էլ սպասում է քրեակատարողական հիմնարկը, եւ նրանք պետք է պատասխան տան Հայաստանում լրտեսական ցանց ստեղծելու եւ Հայաստանը թալանելու համար։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորն է նա, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն, եւ ես եկել եմ նախ եւ առաջ բոլորից շնորհավորելու հաստատված խաղաղության առիթով։ Արդեն 2 տարի Հայաստանի սահմանին մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ 2025 թվականը եղել է առաջին օրացուցային տարին, որ մենք սահմանում ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ այսօր հաստատված խաղաղությունն է, որ փոխել է Հայաստանի տրամադրությունը։ Եվ այսօր այս ընտրությունների առանցքային հարցը հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է արդյոք խաղաղությանը, թե տեր չի կանգնելու, որովհետև մեր 10 ամսական խաղաղությունը նման է 10 ամսական երեխայի, որովհետև նա մեզ ուրախություն է պատճառում, նա մեզ երջանկություն է պատճառում, բայց 10 ամսական խաղաղությունը 10 ամսական երեխայի հետ ունի եւս մի ընդհանրություն։ Եթե նրա նկատմամբ հոգ չտանես, եթե չխնամես 10 ամսյա երեխային, նա չի ապրի։ Եվ հետևաբար այսօր այս ընտրություններով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետքա որոշի այդ 10 ամսական խաղաղությունը պիտի ապրի, թե պիտի չապրի։ Այդ 10 ամսական խաղաղությունը պիտի գոյություն ունենա, թե գոյություն չունենա։ Եվ այս հարցի պատասխանը պետք է տրվի ընտրական տեղամասում։ Այս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ 16-ին քվեարկությունը ինքնանպատակ չի, դրա տակ պետքա լինի բովանդակություն, որովհետև 16-ին քվեարկելը պետքա նշանակի, որ մարդը արձանագրում է, որ ինքը տեր է պետությանը, որ ինքը տեր է անկախությանը, որ ինքը տեր է ապագային, որ ինքը տեր է խաղաղությանը եւ ժողովուրդը, այո, ժողովուրդը պետքա տեր կանգնի խաղաղությանը, բայց նաեւ մենք չպետքա մոռանանք, որ ժողովուրդը բաղկացած է անհատներից, անհատ մարդկանցից, մեկ մարդուց։ Էսա պատճառը, որ մենք պետք է արձանագրենք, որ պետության հետագա ընթացքը, անկախության հետագա ընթացքը, ապագան ընդհանրապես, խաղաղության հետագա ճակատագիրը կախված է մի մարդուց։ Մի մարդ պետք է որոշում կայացնի, մի մարդ ընդամենը պետք է որոշում կայացնի, այդ խաղաղությունը պիտի ապրի, թե պիտի չապրի։ Մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ անեն զարմացա մեր։ Այո, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։
եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այն մեկ մարդը, որ Տեր է կանգնում խաղաղությանը, Տեր է կանգնում պետությանը, Տեր է կանգնում ապագային, թող ձեր բարձրացնի այդ մեկ մարդը, եւ ահա այդ մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, նորատուսին, գավառին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ։ Երկու կարճ հայտարարություն։ Այսօրվա մեր եզրափակիչ հավաքը տեղի է ունենալու Գավառի կենտրոնական հրապարակում ժամը 20:00-ին ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ մեծ պատիվ կլինի բոլորիդ տեսնել այնտեղ եւ ելույթներ կհնչեն, այլ ելույթներ նույնպես ես էլ ելույթ կունենամ, բայց բացի ելույթ ունենալը նաեւ վարչաբենդի հետ կնվագեմ ձեզ համար իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը, կլինի նաեւ դրոն շոու։ Մյուսը մեր եզրափակիչ հավաքը քարոզչությունը մոտենում է ավարտին եւ մեր եզրափակիչ հավաքը տեղի կունենա հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում ուղիղ 20:00, ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ։ Եվ ես Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք այդ հավաքի մասնակցելու հրավիրում եմ մի մարդու, ընդամենը մի մարդու, այն մեկ մարդուն, ով Տեր է պետությանը, ով Տեր է անկախությանը, ով Տեր է ապագային, ով Տեր է խաղաղությանը։ Հունիսի 5-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ շատ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։